Քանի հարց նախագործադիրմանի նիստում անդրադարձ կատարվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ, չնայած որ նախապես հայտարարվել է համագումարին, բայց այնուամենայնիվ անդրադարձ եղել է, թե չէ, արդյոք կոնսոլիդացիա ասելով ինչ նկատի ունեք, իմպիչմենտի գործընթացը այլ ձևաչափով շարունակելը ինչ է իրենից ենթադրում, թեկնածուի փոփոխության հարցի մասով ասացիք, որ պատրաստ եք քննարկել, օրինակ, եթե Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետի միասնական թեկնածու ինչ դիրքորոշում կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ չի բացառել փողոցային պայքարը, երբ դա սկսվելու։ Եթե դուք դեռ վերջից իմպիչմենտի գործընթացը առանց փողոցային պայքարի տեղի ունենալ չի կարող։ Հայաստանյան իրականությունների պարագայում ըստ սահմանման։ Ուստի իմ ընկալման մեջ իմպիչմենտը նույնական է, հավասարազոր է փողոցային պայքար։ Իմ համար շատ զարմանալի կլինի, եթե լինի փոքրի շատ է ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժ, որը դեմ արտահայտի փողոցային պայքար։ Հետ գալով թեկնածուի հարցը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս հայտարարության մեջ ևս մեկ անգամ ընդգծում է, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածություն։ Այս գործընթացը միասնության մասին։ Այդ քննարկումները եւ կոնսուլտացիաները առնվազն Հանրապետականի կողմից լինելու են մեկ հարցի շուրջ՝ իշխանափոխության։ Քննարկման ուրիշ օրակարգ մեր կողմից չկա։ Այնպես որ կարծում եմ ավելի պարզ ներկայացված, ավելի հստակ ներկայացված ծրագիր այս պահին չկա։ Առաջին հարցը հիշեցնեք հնարություն։ Իմպիչմենտի գործընթացը խոսքը վերաբերվում է թե փողոցային պայքարի եւ թե մյուս բոլոր բաղադրիչների առաջարկվող ցանկացած տարբերակի քննարկում։ Մենք առաջարկում ենք այս օրակարգը։ Այս օրակարգը վեր է եւ զուրկ է ցանկացած խմբային կուսակցական անձնական ամբիցիայից։ Եվ ակնկալում ենք նույնը մեր գործընկերներից։ Եթե հարցը վերաբերում է թե ինչպիսի պատկերացումներ մենք ունենք մեր սեփական պատկերացումները փողոցային պայքարից։ Նշեմ նաեւ, որ Հանրապետական կուսակցության համար փողոցային պայքարը չի դադարել, եթե նկատեք մեր ուսանողական, երիտասարդական կազմակերպության անդամները, կուսակցականները ավելի ավագ անդադար ներգրավված են տարբեր տեսակի ակցիաների մեջ։ Պատճառը, որով ես չեմ կարող հիմա ներկայացնել քայլ առ քայլ գործողությունները, պատճառները մի քանիստ են։ Առաջին, որովհետև դրանց հանրայնացումից դրանց արդյունավետությունը կնվազի, երկրորդ, մենք ունենք պատկերացումներ, թե ինչպես դա իրականացնել մեր ուժերով, ինչպես դա իրականացնել, եթե լինի ավելի լայն կոնսոլիդացիա, ավելի։ Եվ ամենակարևորը, քննարկումներ դրա համար ենք հայտարարել։ Գուցե լինեն առաջարկներ, որոնք ավելի ուժեղացնեն, ավելի արդյունավետ կարողանան դարձնել այդ պայքարը։ Սա հնարավորություն է մեր քաղաքացիներին ցույց տալու, որ այն ինչ մենք ակնկալում ենք իրենցից, միասնություն, համախմբում, առաջին հերթին օրինակ ենք ծառայում մենք ինքներս քաղաքական ուժերը ու քաղաքական գործիչները։ Եկեք այս տրամաբանությամբ գնանք դեպ չեք։ Խնդրում։ Պարոն Մամուջանյան, հրապարակվեց Արարատ Միրզոյանի գաղտնի նամակահա, որ դիմել է շահարմունքի Եվրոպական միությանը, որպեսզի օգնություն տրամադրեն իրենց առաջիկա ընտրություններում հիբրիդային պատերազմի դեմ, այսպես ասած, պայքարելու համար, որպեսզի դա թույլ չտա։ Կոնսոլիդացիան ընդդիմությանը կարող է նաև դա կանխել, պարոն Մամուջանյան, առաջիկա ընտրություններում, իսկ եթե չհաջողվի կոնսոլիդացիան, ինչ է սպասվում ընտրություններում։ Ես կանխատեսումների սիրահար չեմ։ Առավել ևս այսքան ամիս ընտրություններից առաջ ես կանխատեսում չեմ անել։ Միակ կանխատեսումը, որը ես կարող եմ անել եւ դա առկա է մեր հայտարարության մեջ, որ ընտրություններին քաղաքացիների շատ բարձր մասնակցությունը չափազանց կարող է, որովհետեւ դա կնվազեցնի իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ այլ խախտումների միջոցով քվեարկությունների տեսակարար կշիռ ընդհանուր թվի մեջ, պարզ հանրահաշիվ։
ձեր հարցի մյուս հատվածին։ Այն ինչ տեղի ունեցավ հունվարին, այսինքն Հայաստանը պաշտոնապես դեռ մինչև գաղտնազերծված նամակը, ընդ որում գաղտնազերծված նամակը որևէ նորություն կարծում եմ որևէ չեմ չանդիսած։ Ուներ երկու խնդիր իր մեջ։ Առաջին այո ինքնին փաստը, որ գումար է տրամադրվելու իբր արտաքին ներգործություններից խուսափելու, բայց ինքնին ակնհայտ է, որ շատ նուրբ հասարականը, թե երբ չակերտների մեջ պայքարը ներգործության մեջ դառնում ինքնին ներգործություն։ Բայց երկրորդ պատճառը այդքան ակնհայտ չէր ու ակնհայտ կլինի շուտով։ Նշանակում է Փաշինյանը ինչ անօրինություն անի մինչև ընտրությունների օրը, մենք մեր երկրում 50-ից ավելի քաղաքապետարան ունենք եւ այդ տիպը բացառապես աճում է։ Դա միշտ փաթեթավորվելու է արտաքին ներգործության դեմ պայքարի շղարշով։ Ու ցավը այն է, որ արտաքին գործիչների կամ արտաքին ուժերի կողմից կարծես թե արկա է կարտ բլանշ համաձայնություն աչքերը փակել եւ հալած ու իբեր ընդունել, որ ցանկացած անօրինություն, ցանկացած հակաժողովրդավարական արար, ցանկացած նոր այլախոհի կամ քաղաքական գործի բանտարկություն, ուսակցությունների եւ լրատվականների նկատմամբ արշավ, դրանք բոլորը իրենք պատրաստ են ընդունել, կարծես թե պատրաստ են ընդունել որպես իբր պայքար արտաքին ներգործության դեմ։ Իհարկե արկա են որոշակի փոքր բացառություններ։ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հայտարարությունը մի քանի տարի առաջ Հանրաշրջանի եւ մյուս գաղափարների մասին, CDI-ի կենտրոնամետ դեմոկրատների հայտարարությունը ելի գաղափարների մասին, այս նախորդ օրը հրապարակված զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հայաստանը առաջին անգամ դարձել է երկիր, որտեղ լրագրողներ են ձերբակալվում, ու այսպիսի օրինակներ կան, բայց դրանք շատ քիչ են։ Կարողանա արդյոք այդ կոնսոլիդացիան դրա դեմն առնել թե չէ, ես համարում եմ, որ միասնական ուժի դեմ ոչ մի ուժ, ոչ մի գործոն չի կարող պայքարել։ Ուստի եթե մենք կարողանանք ապահովել այդ միասնականությունը, հարցը ինքնին։ Դուք ասացիք իմպիչմենտ եւ փողոցային պայքար Հայաստանում դա ոնց պարտադիր պայման է, հա։ Տեսեք, փողոցային պայքար մենք գիտենք իշխանությունները ոնց են արձագանքելու տեսել ենք արդեն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է, քան մի տարի առաջ, ես նկատում եմ Պարսկաստանի այս պատերազմի հետ կապված եւ այն ռիսկերը, որոնք առաջանում են նաեւ Հայաստանի համար։ Որքանով է ճիշտ այս պահին եւ ինչ ռիսկեր կլինեն, եթե փողոցային պայքար, այսպես ներսում Հայաստանի ամբողջը սկսի հեռալ, դուք ո՞նց եք պատկերացնում այդ իրավիճակը։ Տեսեք, ես այստեղ ունեմ երկու տարբերակ դες պատասխանել։ Կա քաղաքական գործի գայթակղություն, օգտագործել Փաշինյանի ու իր թիմակիցների խոսքը իրենց դեմ ու ասել, բա առավոտից իրիկուն ասում եք ամեն ինչ հայ հանգիստ է, լավ ենք համակարգանդակ ենք ուտում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես այդ տարբերակով եկեք չգնամ։ Նախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իմ ամեստ կարծիքը երբևէ չի եղել դեպք, որ ընդդիմությունը լինի ավելի պետականամետ, ավելի պետական մտածողությամբ, քան իշխանությունը։ Հիմա մենք այդ իրավիճակում ենք։ Իշխանություն ոչեցյալը, կառավարիչները պատրաստ են քաղաքական դիվիդենդի համար կասկածի եւ վտանգի տակ դնել պետության կամ պետականության ցանկացած դրսեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ այսօրվա ընդդիմության հիմնական դերակատարները երբեք այդ ուղով չեն գնա։ Մեկ։ Երկրորդ, իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության գոյության եւ ապագայի համար ամենա հնարավոր մեծ ռիսկը այս իշխանությունների պաշտոնավարել շարունակելն է։ Որովհետև եթե արտաքին ռիսկերի պարագայում մենք խոսում ենք հավանականության, այս կամ այն գործողության, որը կարող է սկսվել կամ չսկսվել մասին, այս պարագայում մենք խոսում ենք ամեն օր իրականացվող, ամեն օր վտանգի տակ ներպետականությունը դնող գործողությունների մասին։ Սկսած դպրոցական դասագրքերից, վերջացած եկեղեցու դեմ պայքարով, շարունակած այլախոհների դեմ պայքարով, ու այսպես երկար կարող թվարկել։ Ուստի ես համարում եմ, որ ամենամեծ ռիսկը իրանց կառավարելու շարունակությունն է։
եւ դրա համեմատ ձեր նշած ռիսկերը, որոնք անհրաժեշտ է պարտադիր հաշվի առնել, կարծում եմ բարձ համադրման պարագայում կշարքի նժարը ընկնում է պայքարելու։ Ես երկրորդ հարցն եմ եթե impeachment-ի գործընթացը ինչ-ինչ պատճառներով ձախողվի, արդյոք դա նշանակում է, որ հունիսի ընտրություններին Փաշինյանը ապրիորի ամեն ինչ կանի, բոլոր լծակները կօգտագործի եւ հաղթելու իր կուսակցությունը։ Նորից ես չեմ անելու կանխատեսումներ ընտրությունների հետ կապված, բայց եկեք մի փոքր համեմատական տանենք։ Եթե հանկարծ Աստված մի արասցե impeachment-ի գործընթացը ինչ-ինչ պատճառներով չհասավ այն նպատակին, որը մենք բոլորս տեսնում ենք, այն է իշխանությունը։ Ձեր կարծիքով Փաշինյանը որ պարագայում ավելի լկտի, ավելի խայտարակ կեղծիքներ եւ ճնշումներ իրականացնի։ Հանգիստ, հանդարտ պարագայում, երբ ընթանում է սովորական քարոզարշավ, թե այն պարագայում, երբ ինքը տեսնի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են այդ թվում նաեւ փողոցում խաղաղ անհնազանդությունների, օրենքով չարգելված միջոցների եւ հավաքների միջոցով տեր կանոնել իրենց իրավունքները։ Ես կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է։ Ուստի եւս մեկ անգամ ընդգծեմ impeachment-ի գործընթացը եւ ընտրությունների գործընթացը իրար հետ ոչ իրավական տեսանկյունից հակասություն ունեն։ Չկա որևէ սահմանափակում impeachment-ի իրականացման համար կապված ընտրությունների օրվա հետ։ Այս առաջին։ Քաղաքական տեսանկյունից առավել եւս չունեն։ Այս գործընթացը ուղղված չէ ոչ որևէ անձի դեմ բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ էլ որևէ սահմանադրական process-ի դեմ, որովհետև սահմանադրության մեջ դրված երկու process-ները impeachment-ը եւ վերջնական ընտրությունը չեն կարող իրար հակասել։ Impeachment-ի գործընթացը ընտրություններին հակասող չի, իսկ իմ նշած սցենարի պարագայում կարծում եմ նաեւ զգալիորեն ավելի ուժեղացնող եւ ընտրությունների ժամանակ կեղծիքները ինչ որ չափով զսպող մեխանիզմ։ Սա է մեր ընկալումը։ Խնդրեմ։ Պարոն Մամիկյանյան, իրենք հաստատվում կա նկատի խորհրդարանական ընդդիմությանը Հայաստան խմբակցության մասնավորապես ստորագրել այդ բանակցությունները արդեն իսկ վարել էիք, ինչը փոխվեց եւ Հանրապետականը պատրաստ կլինի այդ գործընթացը օրինակ փողոցային, մենակ ինքնին ուսերի վերցնի, թե ինչ-որ մեկը այդ գործընթացը, որովհետև հիշում եք, չէ, ինչ պայմաններ էին ավելի վաղ քաշում, որ պիտի փողոց լինի, այդ փողոցը դուք պիտի ապահովեք եւ այլն, ի վերջո, բայց ստորագրեցին ամեն դեպքում։ Ինչը այնպես չընթացավ եւ ինչու ենք հիմա էլի տեսնում այդ փոքր ազդեցությունը, մասնավորապես նաեւ Աշոտյանի, Ահման Վարդանյանի վերջին բաների հետ կապված եւ դուք մենակ կանեք, թե ինչ-որ մեկը պիտի փողոցը մարդ բերի, դուք կպեք գործընթացը։ Թորին արգանքով։ Կարծում ես տարիների ընթացքում հանրապետականը ապացուցել է, որ մենք մեր պարտքը պատվով կատարում ենք, այդ թվում նաեւ, եթե չասեմ առաջին հերթին, նաեւ փողոցային պայքարի ժամանակ։ Մենք երբեք չենք սպասում, որ ինչ-որ մեկը սկսի ինչ-որ բան անել։ Մենք մեր պարտքը, մեր առաքելությունը կարծում եմ պատվով անում ենք մոտավորապես տենց 300%-ով մեր հնարավորություն։ Հիմա ավելի կոնկրետ ձեր հարցերի վերաբերյալ։ Առկա իրավիճակը impeachment-ի գործընթացի, թե մեզ բոլորիս, իհարկե եւ տեխնացուին, Դավիթին եւ գործադիր մարմնին եւ մեր կուսակցականներին մի բանով չի գոհացնում, այն չի իրականացվել։ Չի կարող զբաղացնել impeachment-ը, եթե դեռևս Prime Minister-ային կայքում Նիկոլ Փաշինյանի դեմքը փակցված։ ՀՊ-ի հետ եք հիմա այդ բանակցել։ Հերթով, խնդրում, դուք նշեցիք փոխհրաձգություն, տարբեր գործընթացներ, որոնք տեղի են ունեցել եւ այլն, եթե նկատեցիք հայտարարության մեջ այդ ամենը արտացոլված չի։ Կարծում եմ, որ մենք առավել քան ամբիցիաներից վեր եւ նախորդիվ տեղի ունեցածների հետ կապված նոր պատմություններ չմեկնարկող առաջարկ ենք արել։ Մենք ասում ենք, եկեք բոլորս միասին կպնենք, որպեսզի հասնենք արդյունքի։
Գուցե լինեն մարդիկ, ովքեր ասեն, գիտեք ինչ, այս տեխնացուի պարագայում արդյունքը ավելի լավը կլինի։ Քննարկենք։ Գուցե լինեն մարդիկ, որոնք ասեն տեխնացուի հետ խնդիր չկա, եկեք այսպես անենք։ Խնդիր չկա, եկեք քննարկենք։ Ու այսպես շարունակական։ Ես ասացի, մենք այդ քննարկումներին նստելու ենք մեկ օրակարգով, իշխանափոխություն, ուրիշ օրակարգ մենք այդ քննարկումների ժամանակ չունենք։ Ինչ վերաբերվում էր մի հարցեր կար։ Ես մի քանի անգամ եմ ասել այդ հարցի պատասխանը, թեպետ տարբեր գործընթացներ ընթացել են, ընթանում են և ընթանալու են, բայց այնուամենայնիվ առանց փողոցային ճնշման այդ բանակցությունները շատ բարդ են ընթանում։ Մենք սովոր ենք բանակցել, ես դրա հետ դա էլ եմ ասել ուժի դիրքից, իսկ ուժ մեզ կարող են տալ միայն մեր քաղաքացիները։ Անդրադառնալով փողոցային պայքարը, թե ինչպես ենք մենք պատկերացնում, դուք ասեցիք, եթե հանկարծ այնպես ստացվի, որ Հայաստանի հիմնադիր մյուս ուժերը չուզենան փողոցային պայքար, կամ չուզենան իմպիչմենտ։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Մենք արել ենք, անում ենք և շարունակելու ենք անել։ Բայց ակնհայտ է, չէ, որ այս ռեսուրսով կարելի է անել այսքան, բայց այդ ռեսուրսը միավորվում այլ մեծանում, հնարավորությունները շատ ավելի շատ են։ Ուստի մենք ինչ որ կարող ենք անել, ինչը մեր ռեսուրսները ենթադրում է, դրա 300%-ով, ինչպես և առաջ, շարունակելու ենք իրականացնել։ Այս պրոցեսի նպատակն է ավելացնել հնարավորությունները, ավելացնել ռեսուրսները ու հասնել արդյունքի։ Շատ եմ խնդրում, բացարձակ ձեզ նկատի չունեմ, շատ եմ խնդրում բոլոր դավադրապաշտությունների, խորը գոյություն չունեցող իմաստներ որոնողների չկա։ Այստեղ այդպիսի թաքնված օրակարգ չկա, այստեղ կա մի օրակարգ, մի առաջարկ, եկեք անենք իշխանափոխություն։ Այն, ինչ մենք բոլորս անխնդիր խոստացել ենք, հանրապետականը իր խոսքին և իր խոստմանը տեղ։ Էլ հարցեր։ Պարոն Մամիջանյան, տեսեք, թերահավատորեն մոտեցողները հա իմպիչմենթին ասում են, որ այդ փողոցում 100,000 լինի, թե մի քանի 100,000 լինի, միևնույն է խորհրդարանն է ընտրելու։ Հետևաբար առաջին հերթին կոնսուլտացիաները ՔՊ-ի հետ ինչպես եք պատկերացնում եւ օրինակ դիտարկել եք Գեգամ Նազարյան, Իշխան Զաքարյան, իրենց հետ բանակցություններ հնարավոր համարում եք։ Տեսեք, վերջից սկսեմ։ Հայաստանը բավական սերմ քաղաքական դաշտ ունի ու մեծ հաշվով առաջին հայացքից կարելի է ասել, թե յուրաքանչյուր գործիչ այս կամ այն առաջարկությանը ինչ արձագանք կտալու։ Բայց եթե շարժվես այդ կանխավարկածով, ոչ մի առաջարկ երբեք չես